Հավատավոր քույրեր եւ եղբայրներ, մարդու կյանքում մշտապես կան արժեքներ, որին մարդը ձգտում է, այդ արժեքները լինում են փոփոխական, մարդը իր կյանքի տարբեր հանգրվաններում, տարբեր չափանիշներով է առաջնորդվում։ Եվ հիմնականն է, որ մարդը հասնում է որոշակի կայունությանը, հասունությանը, մարդիկ իրար չափում են նախ եւ առաջ իրենց ունեցածով, թե մարդը ինչ ունի եւ ինչ չունի։ Եվ դրա համաձայն են փորձում մարդուն արժևորել, ոչ թե իր ներքին բովանդակության, այլ ավելի հաճախ այն, թե ինչը նա ձեռք բերել իր կյանքի ընթացքում։ Եվ դա տրամաբանական է, որտեղ մարդու կյանքը որոշակի հետագիծ է թողում եւ որպես այդպիսին մենք ինչ-որ բան հավաքում ենք, կուտակում ենք, ինչ-որ բան ունենք։ Եվ մեզ հաճախ ճանաչում են եւ չափում են ոչ թե նրանով, թե ինչպիսին ենք մենք, այլ նրանով, թե ինչ մենք ունենք, ինչ ենք հավաքել, ինչ ենք կուտակել մեր կյանքի ընթացքում։ Եվ եթե այս աշխարհի չափանիշները շատ տարբերվող են, ապա Սուրբ գրքի չափանիշը եւ Աստծո խոսքի չափանիշը այսօր ընթերցման մեջ մեզ հստակ ասում է, որ ամենից մեծ արժեքը, որ մենք ունենք, որի մասին նույնիսկ հաճախ չենք պատկերացնում եւ գիտակցում, այն է, որ մենք Քրիստոսին հավատացողներս ունենք հավիտենական կյանք եւ դրա ճանապարհը այսօրվա ընթերցման մեջ եւս մեզ նշված է եւ ասված է, որ մենք ունենք ոչ թե ուղղակիորեն որպես նվեր այդ հնարավորությունը հավիտենական կյանքի, այլ առաքյալը ասում է, որ ով որ ունի իր մեջ որդուն, ունի կյանք, ով որ չունի իր մեջ որդուն, չունի նաև կյանք, չտարբերելով թե այս ժամանակավոր կյանքը, թե հավիտենական կյանքը, որովհետև չկա Աստծո համար տարբերություն չկա ժամանակի եւ հավիտենության, Աստծո համար տարբերություն կա, թե մարդը իսկապես ապրում է, թե մարդը զուտ գոյատևում է, իր կենսաբանական ընթացքն է անցնում, ինչպես ամեն մի արարած, թե մարդը իսկապես ունի իր մեջ կյանքը։ Եվ մարդը հենց նրանով է տարբերվում մնացած բոլոր կենդանի էակներից, որ Աստված իր մեջ փչել է այդ կյանքը, այդ կենդանի շունչը իր մեջ փչել է, եւ այդ կյանքի ձգտումը մարդու մեջ մշտապես կա։ Մարդը ուզում է ավելի լավ կյանք ունենալ, մարդը ուզում է կատարելագործվել, մարդը չի բավարարվում այն պայմաններով, որոնք ստեղծված են, որտեղ այդ կյանքի նախադրյալը սերմը մարդու մեջ դրված է, սակայն դրան հասնելու համար անհրաժեշտ են որոշակի ջանքեր մարդու իսկ կողմից։ Եվ այդ ջանքերը անարդյունավետ են, եթե մարդը սխալ ուղղությամբ է շարժվում։ Եվ Սուրբ Գիրքը մեզ ասում է, որ մենք ունենք հստակ ճանապարհ եւ այդ ճանապարհը Հիսուսի անվան հավատքն է։ Այդպես է ձևակերպում առաքյալը, որովհետև Հիսուսի անունը արդեն իսկ նշանակում է փրկիչ։ Մենք եթե հավատում ենք եւ ապրում ենք այն հավատքը, որ Հիսուս մեզ փոխանցել է, մենք ստանում ենք կյանքի պարգև, որը մեզանից ոչ ոք չի կարող խլել եւ վերցնել։ Եթե մեր մնացած ունեցվածքը, որ մենք այս աշխարհում ունենում ենք, շտեմարանում եւ կտակում ենք, մարդուց կարելի է խլել, լինի դա ֆինանսական կարողություն, լինի նույնիսկ հեղինակություն, պատիվ, դիրք հասարակական եւ այլն, այդ ամբողջը հնարավոր է մարդուց մեկ օրում, մեկ ակնթարթում խլել, վերցնել։ Հավիտենական կյանքի պարգև եւ հավատքը մարդուց հնարավոր չէ վերցնել, դա ամենից մեծ արժեքն է, որը նույնիսկ ժամանակը, նույնիսկ մահը մարդուց չի կարողանում վերցնել։ Եվ դրանից են կարճած եղել մեր սուրբ հայրերը, որոնք ապրել են հենց այդ տեսլականով, ամեն ինչ թողնելով աշխարհի բոլոր հնարավորությունները, հարստությունները եւ գնալով դեպի աղոթքով Աստծո հետ միավորում, սիրելիներս, եւ մեր վանքերը, մեր պատմական ժառանգությունը դրա վառ վկայությունն է, մեր ամեն մի համայնքում, ամեն մարզում
վանքեր կան այս որոտնավանքի պես, որտեղ որ կենթանի վկայություն կա այն մասին, որ մարդիկ թողել էին աշխարհը, աշխարհի կյանքը, ամեն ինչ եւ մտել էին վանք, որպեսզի հավիտենական կյանքի պարգև իրենց համար դառնա իրենց կյանքի կենտրոնը։ Սակայն մեզ համար այսօր ապրող մարդկանց համար շատ կարևոր է հասկանալ, թե ինչպես ենք մենք ձեռք բերում այդ հավիտենական կյանքը։ Եվ առաքյալ ասում է, որ մենք պիտի մեր մեջ ունենանք Հիսուսին եւ ինչ է դա նշանակում մեր մեջ կրել Քրիստոսին։ Նախ եւ առաջ Հիսուսը ի հայտ եկավ որպես Աստծո մարմնավորված խոսք։ Ինչպես բացում ենք Հովանու ավետարան եւ ասում է, որ եւ բանը մարմին եղավ եւ բնակվեց մեր մեջ։ Եվ Աստված մարմին առավ, Աստծո խոսքը մարմնավորվեց, դարձավ շոշափելի մարդկանց համար։ Եվ այդ մարմնավորման խորհուրդը ավելի մեծ է, քան մենք պատկերացնում ենք, որտեղ Քրիստոս Աստծո որդին մարմին է առնում, պատարագի ժամանակ հացի եւ գինու միջոցով բաշխելով ինքը իրեն մեզ, եւ մարմին է առնում մեր մեջ, երբ որ Աստծո խոսքը մեր մեջ արմատավորվում է եւ ապրում է, երբ որ մենք հնարավորություն ենք տալիս Աստծո խոսքին մեր մեջ իրագործվելու, երբ որ մենք ենք մարմին տալիս Աստծո խոսքին։ Եվ այստեղ է բանալին, սիրելիներս, այստեղ է ամենակարևոր պահը, որը մենք պիտի մեր կյանքի մեջ փորձենք իրագործել։ Աստծո խոսքի մարմնառումը, մարմնավորումը, իրականացումը մեր խոսքի, մեր գործի եւ մեր կյանքի միջոցով։ Այդ ժամանակ է, որ հավիտենականությունը արդեն իսկ մեր ներկան է դառնում եւ այդ իսկ ժամանակն է, երբ որ մենք կարող ենք ասել, որ Քրիստոս մեր մեջ բնակվում է։ Ինչպես Պողոս առաքյալն էր ասում, որ այլևս ոչ թե ես եմ ապրում, այլ Աստծո շնորհի մեջ։ Այլևս ոչ թե ես եմ, այլ Քրիստոսն է, որի մեջ գործում է։ Այդպես է առաքյալը ներկայացնում եւ դա տեղի է ունենում, երբ որ մարդը պատրաստակամություն է հայտնում փոխվելու, փոխակերպվելու։ Ամբողջ մարդկային կյանքը որոշակի փոփոխությունների հետ է կապված։ Ամեն կյանքի փուլ ենթադրում է փոփոխություն, բայց կա փոփոխություն, որը առանցքային եւ բեկումային է մարդու հոգեվոր կյանքում։ Այդ փոփոխությունը հետեւյալն է, երբ որ մարդը հասկանալով իր կյանքի կարևորության շեշտադրումները, արժեքները, տեսնելով, որ իրեն Աստծուց բաժանող ամենամեծ խնդիրը այլ բան չէ, քան իր եսակենտրոն մտածողությունը, իր եսին սպասարկումը, այդ եսը կարողանում է ուրանալ եւ այդ եսի տեղը գալիս է բազմելու Քրիստոս, գալիս է Աստծո խոսքը եւ բանը մարմին է ստանում մեր մեջ եւ մեր լեզվի մեջ նաեւ երբ որ մենք բնորոշում ենք մարդուն, ասում ենք մարդը բանական էակ է եւ իսկապես դա այդպես է, բայց լիարժեքորեն մարդը դառնում է բանական էակ, երբ որ Աստծո բանը, Աստծո խոսքը գալիս է մարդու մեջ մշտապես բնակվելու, ապրելու։ Մարդը բանական է, որտեղ Աստծո բանը, Աստծո խոսքը իր մեջ պիտի ապրի եւ բնակվի։ Եվ հակառակը, եթե մարդը չունի իր մեջ ոչինչ Աստծուց, ոչինչ չունի Աստծո խոսքից, նա շատ բանով չի տարբերվում անբան կենդանիներից, որտեղ կենդանիները ապրում են բնազներով, մարդը ապրում է բանականությամբ։ Սակայն ճշմարիտ բանականությունը այն է, երբ որ Աստծո խոսքը մարդու մեջ դառնում է կյանք, երբ որ մենք հնարավորություն ենք տալիս Աստծուն մեր միջոցով գործել, ապրել եւ կերտել այն կարևորագույն առաքելությունը, որի համար Աստված մեզ կանչել է եւ որի համար մենք կանք սիրելիներս, մենք ուղղակիորեն պատահականության արդյունք չենք։ Մենք եկել ենք այս աշխարհ, որովհետեւ Աստված կամեցել է, որ մենք լինենք եւ մենք ունենք առաքելություն։ Եվ այդ առաքելությանը հասնելու համար Աստված մեզ հուշում է իր խոսքի միջոցով, որ մենք պիտի ունենանք Աստծո որդուն մեր մեջ։
Եվ պատարագի խորհուրդը այլ բան չէ, քան Աստուծո մարմնավորված խոսքի ընդունում, թե քարոզի եւ այդ ճշմարտության ընդունման միջոցով, թե հացի եւ գինու միջնորդությամբ Հիսուս Քրիստոսի մարմնի եւ արյան ընդունում։ Մեր պատարագը սկսում է խոսքի պատարագից, երբ որ մենք Աստծո խոսքի շուրջ ենք հավաքվում, եւ Սուրբ հաղորդության պատարագից, երբ որ մենք Քրիստոսին ընդունում ենք որպես կյանքի հաց երկնքից իջած։ Եվ այդ երկուսն են, որ մեզ հնարավորություն են տալիս Քրիստոսակիր լինելու։ Մենք դառնում ենք եւս կրող այդ խոսքի եւ այդ հոգեվոր բաշխումը շնորհների կախված է մեր կյանքից։ Արդյոք պատրաստ ենք մենք մեր եսի տեղը Աստուծո եսը Աստուծո խոսքը Քրիստոսին կրելու, արդյոք պատրաստ ենք մենք հրաժարվելու այն ամեն ինչից, ինչ որ համապատասխան չի այդ խոսքին։ Թե մենք հավատում ենք միայն այն ժամանակ, երբ որ մեր հավատքը մեր շահերի հետ համընկնում է, երբ որ Աստծո խոսքը հաճելի է մեզ, թե մենք հավատում ենք, երբ որ Աստծո խոսքը գալիս է որպես բացարձակ ճշմարտություն այս աշխարհի եւ մեր մասին, եւ մենք ոչ թե Աստծո խոսքն ենք հարմարեցնում մեզ, այլ մենք ենք հարմարեցվում, փոխվում համաձայն այդ խոսքի եւ այդ հայտնությանը։ Դառնանք կենթանի հող Աստուծո սերմի համար, դառնանք կենթանի անոթ Աստուծո Սուրբ Հոգու համար եւ դառնանք այն ճանապարհը, որով Տերը կխոսի մարդկանց հետ։ Աստված չունի համապատասխան լծակներ մտնելու ամեն մի միջավայր եւ այնտեղ խոսելու։ Նա այնտեղ մեզ է ուղարկում, ինչպես նա չգնաց տարբեր երկրներ քարոզելու քրիստոնեություն, այլ ինքը իր առաքյալներին, աշակերտներին ուղարկեց աշխարհով մեկ եւ այդպես տարածվեց Աստծո խոսքը։ Եվ դա շարունակվում է, նա անձամբ չի գնում այս կամ այն միջավայր եւ տուն, այլ մեզ է ուղարկում, որպեսզի մարդիկ մեզանից լսեն այդ խոսքը, այդ վկայությունը եւ մեր կյանքից, արարքներից, մեր ապրելակերպից եւ կենսաձևից կարողանան նաեւ տեսնել Աստծո բարի լուրը, Աստծո խոսքը, ավետարանը, որը ոչ թե կարդացվելու է, այլ ապրեցվելու է իտես մարդկանց որպես կյանքի ճիշտ օրինակ, ինչպես կարելի է ապրել վայելելով կյանքը, ստանալով օրհնություններ, հասնելով նպատակներին, բայց չծառայելով մեղքին եւ չծառայելով սեփական եսին։ Դա այն ինչ որ մենք պիտի անենք մեր գործունեության մեջ։ Ապրենք որպես քրիստոնյա, ապրեցնենք Աստծո խոսքը եւ օրինակ լինենք, թե ինչպես կարող է մարդը իրապես այս աշխարհում ապրել առանց ծառայության, չարիքի եւ մեղքի։ Աստված թող մեզ տա այդ իմաստությունը, զորացնի, իր խոսքը բնակեցնի մեր մեջ առատապես, որպեսզի մեզ հետ շփվող եւ առնչվող մարդը նաեւ կարողանա շփվել եւ առնչվել Աստծո խոսքի հետ։ Տիրոջ շնորհը, սեր եւ օրհնություն թող առաջնորդի բոլորիդ, այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն։